աչքերը փակում ենք ու առանց աղմուկ անելու քնում ենք, լավ։ Բարի գիշեր։ Բայց բոլորդ քնած լինեք, լավ։ Բանկերտաթը որ է։ Գորջան ընկերտաթը վերևում է գործանում։ Ես բարի գիշեր չասցի նրան։ Արի դու հիմա քնի, առավոտյան մի անգամից բարի լույս կասես, լավ։ Լավ։ Ապրի իմ տղան։ Երեխեք լուր ձայն չեմ լսում, ես դռան հետևում եմ։ Կյանքս մտիներս, հելեր։ Տաթև, Արթնացել ես։ երկար եմ քնել։ Չեմ 2 ժամ, հիմա ոնց ես։ Լավ եմ արդեն, լույսը կվառես։ Հա։ Գնաց Լևոնը։ Չէ, դեռ ստեղ է։ Ու չէր պատրաստվում գնա։ Ախր այդպես չի լինի։ Դե հիմա կլինի թե չի լինի, չի գնում։ Տաթև խնդրում եմ ասա, որ գնա։ Ասել եմ, գիտես քանի անգամ, չի գնում։ Տաթև խնդրում եմ։ Սար ինձ թվում է ճիշտ կլինի դու ասես։ Լավ։ Դու շատ երկար չմնացիր, մանկատանախնդիրներ կլինեն։ Ոչ մի բան էլ չի լինի։ Երեխաներին արդեն պարկեցրել է, քնելու այդ կախարդնել այնտեղ չի։ Հենց որ կարող է մի քիչ մնալ։ Ամեն դեպքում մի հատ զանգի տես ինչ վիճակ է այնտեղ։ Եթե բան լինի, Աշխենը կզանգի։ Կարելի է։
Քո գնալու ժամանակն է։ Մինչև չհամոզվեմ, որ լավ ես, չեմ գնա։ Ես շատ լավ եմ։ Անկեղծ շատ լավ եմ ինձ զգում։ Գնա։ Սարա, մենք խոսալու բան ունենք։ Չլսեցիր ինչ ասեց, գնա։ Կարաս ասես չխառնվի մեր խոսակցությանը։ Մենք խոսելու ոչ մի բան չունենք։ Ունենք։ Մինչև չխոսանք, ես չեմ գնա։ Ես խոհանոցում եմ։ Սարա։ Ինչ գործ ունես այդտեղ։ Ինչ են անում այդտեղ։ Այն ինչ որ դու։ Ես քեզ չասեցի նենց կորես, որ ուզենամ էլ չգտնեմ։ Ուրեմն հիշացնեմ քեզ, որ սա ռեստորան է նախատեսված բոլորի համար։ Ու ես էլ ինչպես բոլորը եկել եմ այդտեղ հաց ուտելու։ Ուրիշ։ Փաստորեն ասածս հեչ։ Լսի մի տես գաստուր է։ Այն անգամ իրար հետ խոսացինք, հասկացանք, ձինան քոնն է, ձինան քո կինն է։ Ես էլ ձինայի հետ կապ չունեմ։ Էլ ինչ ես ուզում։ Ես նրան չեմ ուզում տենամ։ Հələ սպասեք մի րոպե։ Արսեն, չէ։ Ասենք, Կարանք երկու բառ խոսանք։ դու արդեն 4 բառ ասեցիր։ Կարանք նորմալ տղավարի խոսանք։ Դեմս պետք է տղա լինի, որ տղավարի խոսենք։ Ուրեմն լսի քեզ ինչ եմ ասում։ Հաստատ իմացի, որ դեմդ տղեկ են կանգնած։ Ու քեզնից էլ դուխով։ Ու դու չափերդ չանցնես, Արսեն։ Արաստը չափեր ենք ենք նո։ Որա, փողալել մտանգստի կարա։ Դաբո, սրանց բացատրեք, որ իմ հետ խաղալը շատ վտանգավոր է։ Աշխեն, Հա, Տաթև ջան։ ինչ կա, ամեն ինչ նորմալ է։ Հա, ամեն ինչ նորմալ է, դու ասա ոնց է Սարան։ Հա, համեմատաբար լավ է։ Ուղղակի Լևոնն է այստեղ, չգիտեմ, չեմ ուզում մենակ թողնել։ Պարզ է։ Բայց անհանգիստ եմ, է։ Անհանգստանալու կարիք չկա, ես երեխաներին քննացրել եմ։ Մի հատ էլ կստուգեմ ու կզանգեմ։ Լավ։ Միլենա։ 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 Միլենա։
Արսեն, ես չգիտեի։ Հետո խոսանք։ Ջարի հիմա խոսանք, երթվում եմ, որ ես չգիտեի։ Ես ասում եմ դու շարունակում ես։ Արի։ Արի։ Ջարի խոսենք նոր, խնդրում եմ։ Արի ասում եմ։ Արս։ Հեսա կգանք։ Ես։ Ձինեն ինչ ես նեղացնում։ Սրան նեղացնել կլնի։ Ոչ մի բան, մամ ջան, ասում եմ գնանք ման գանք, ասում եմ անհարմար է։ Ինչն է անհարմար։ Զինա ջան, եթե ամուսինդ ուզում է գնա ման գա, անպայման հետը գնա։ Համ էլ մենք էլ կգնանք։ Դե նստած ենք էլի մամ։ Չէ, Լուսի ջան, մաման ճիշտ է ասում։ Գնանք, հանգստանանք։ Ոնց չեմ ուզում տուն գնանք։ Ես էլ։ Գիտես ինչ կա։ Ես քեզ հիմա կգողանամ։ Լուրջ։ Հա, թե չէ գնանք տուն ինչ պիտի անենք։ Գնանք մի քիչ ման գանք։ Գնացինք։ Սկսվեց։ Լավ ինչ ես ուզում։ Երիտասարդ են, թող գնան, ման գան, ուրախանան, քեզ խանգարում է։ Լավ, ես էլ իմ կնոջ հետ գնամ։ Հելոր։ Տեսար, էլի մնացինք մենք երկուսով անդավաճան։ Դե գնացինք էլիս, գնացինք։ Արսեն, ես տղեքը ուր են։ Դեր եմ ուղարկե։ Արսեն ինչ է եղել։ Հանգեներից մեկն է գալիս, ուղարկեցի դիմավորենք։ Չհամոզեցիր։ Արսեն էսուր ենք եկել։ Կգնանք կտեսնես։ Հա, բայց ուր ենք եկել։ Դու չես լսում։ Ասում եմ կգնանք կտեսնես։ Ես ոչ մի տեղ էլ չեմ գալիս, ինձ տուն տար։ Լսի, դու արդեն շատ ես խոսում։ Դու չես խոսում, դու կոնկրետ քայլեր ես անում։ Հեսա կբարձրանանք կտենաս քայլը որն է։ Արսեն, երթվում եմ, որ ես չգիտեի, որ Հայկը գալու է։ Տենց պայմանավորվում եք, հա։ Դու հելնում ես զուգարան, այդ հոգնածներ գալիս է թռնում եք, հա։ Չէ, Արսեն, երթվում եմ, որ չէ։ Ինչը չէ։ Դու ինձ ապուշի տեղ ես դրե։ Քեզ թվում է Արսեն այդքան հիմար, հա։ Ես էլ ոնց ասեմ, որ դու հավատաս։
Այն օրվանից հետո ես ոչ զանգել եմ, ոչ էլ փորձել եմ ինչ-որ կապ ունենալ Հայկի հետ։ Իջար ավտոյից։ Արսեն, կասես ինչի ենք եկել ստեղ։ Որ հանգիստ խոսակ տնեցիք չիմանա, որ իմ կնիկը դուրս ընկած է։ Դավայ իջի մեքենայից։ Լևոն մի սկսի։ Ինչը մի սկսի, Սարա։ Ես ամոթից չեմ կարող իմ ընկերների ու հարազատների աչքերին նայեմ, որ հարսանիքը հետաձգեցինք։ Ու այդ ամեն ինչ արեցինք հարսանիքից 2 օր առաջ։ Դու լուրջ չես հիշում պատճառը։ Այդքան կարճ է հիշողությունդ։ Քեզ ոնց բացատրեմ, Սարա, ինչ որ եղել է վաղուց անցել է։ Ես ամեն ինչ վերջակետ եմ դրել։ Ես հենց այդ օրը նույնիսկ Սաթիկին ասեցի, որ այդ մեր վերջի հանդիպումն է լինելու։ Այդ ընդհանրապես ինձ չի հետաքրքրում։ Քեզ տենց մի պահ, ես հանցանք չեմ գործել։ Ես արել եմ ինչ որ արմա ցանկացած տղամարդ։ Բայց ոչ հարսանիքից 2 օր առաջ։ Ոչ նշանածի տնօրենի հետ։ Ոչ էլ այն տանը, որտեղ մենք պիտի ապրեինք։ Ընդունում եմ, ես սխալ եմ եղել։ Ես ընդունում եմ իմ սխալը, հասկանում ես, բայց ես փորձել եմ այդ ամեն ինչը արդեն ջնջել։ Ես նույնիսկ այդ տունն եմ հանձնել, Սարա։ Խնդրում եմ, արի ամեն ինչ սկսենք նորից։ Ամեն ինչ նորից սկսենք, Սար։ Կան բաներ, որ հնարավոր չի ուղղել։ Չկա տենց բան։ Ամեն ինչ էլ հնարավոր է ուղղել։ Սարա, բացի մահից ամեն ինչ հնարավոր է ուղղել, հասկանում ես։ Այդ օրը դու սպանեցիր իմ մեջ ամեն ինչ։ Ես դրա մասին շատ ասել եմ։ Ես էլ չեմ կարող քեզ վստահել։ Հասկանում ես։ Ես էլ չեմ սիրում քեզ։ Սերը չի մեռնում, ուղղակի սառում է։ Ու եթե դու ինձ հնարավորություն տաս, ես նորից ամեն ինչ կուղեմ։ Լևոն, սեր չկա։ Հասկանում ես։ Էլ սեր չկա։ Դու ինձ համար հիմա նույնն ես, ոնց որ փողոցում քայլող յուրաքանչյուր անծանոթ։ Տենց չի լինում։ Մենք երբեք չենք կարող օտար լինենք։ Կա պատմություն։ Մեզ կապող օղակ կա, որը սերն է։ Լևոն, էլ ոնց ասեմ, ոնց բացատրեմ։ Ես երդվում եմ, սեր չկա։ Ինքս չգիտեմ ոնց այսպես ստացվեց։ Ես ոչ մի բան չեմ զգում քո հանդեպ, հասկանում ես։ Ես ուրիշին եմ սիրում։ Ոնց ուրիշին ես սիրում։ Տենց բան չի կարող լինի։ Ես էլ քանի անգամ նույն բանն ես ասում, ասում ես, որ ինձ ցավացնես։ Չէ։ Ես ուրիշին եմ սիրում։ Ու հիմա պայքարում եմ այդ սիրո դեմ։ Ո՞վ է այդ։ Այդ ո՞վ է, ես դիմանամ դրան։ Չես կարծում, որ դա քեզ չի վերաբերվում։ Լևոն, ես ուղղակի խնդրում եմ քեզ։ Գնա։ Հանգիստ թող ինձ, էլ հանդիպում մի փնտրի։ Մեր մեջ ամեն ինչ ավարտված է։ Ես քեզ հետ շատ անկեղծ էի։ Մաքսիմալ անկեղծ։ Հավատա, սրանից ավել հնարավոր չի։ Էլ սեր չկա ու այս ամեն ինչը անիմաստ է։ Ուղղակի գնա։ Հակոբ պապի Միլենային չես տեսել։ Չէ։ Հաստատ, կարող է մանկատնից դուրս է եկել։ Չէ, մանկատնից ոչ մեկ դուրս չի եկել։ Միլենա։ Միլենա։
Կանգառում կկանգնեք։ Սասեք։ Երիտասարդ, բա երեխան։ Իմ երեխան չի։ Հաշվան։ Պստոջան, զարդներ ազիզ, զարդներ հասել եք, Պստոջան, զարդներ հասել եք ազիզ։ Դու ինձ ստիպում ես մարդասպան դառնալ։ Դու ինձ ստիպում ես անել այն ինչ որ ես չեմ ուզում ու չեմ անել երբեք։ Ես էլ քեզ ոչ մի բան չեմ ասելու, մեկա որ դու լսում ես, ոչ հավատում էլ, ինչ իմաստ ունի իմ խոսելը։ Ինչի են կանչե դրան։ Արսեն, ես քեզ երթվում եմ, որ ես իրան չեմ կանչել, ես իրան չեմ զանգել, որովհետև ես անգամ իր հեռախոսի համարը չունեմ, ոնց կարա ես իրան կանչեի։ Հեսա հավատացի։ Կամ ես ոնց իմանայի, թե մենք ուր ենք գնում։ Դու ինձ ասեցիր հագնվի, ես էլ հագնվեցի։ Ես անգամ տեղը չգիտեի։ Տենցա թե չէ, Արսեն։ Ասենք հա, բայց կարա իր չէ ռեստորանին զանգեր դրան։ Ոչ չէի կարա, որովհետև ռեստորանում հեռախոսս դրված էր սեղանի վրա ու քո կողքին։ Ու ես անգամ չեմ կպել իմ հեռախոսին։ Բա այդ ոնց եղավ քո դուրս գալու իրան ներս մտնելը բռնեց։ Չգիտեմ, Արսեն։ Այդ ինչ տոշնի ամեն ինչ համընկավ։ Պարզում է այդ համբալը գնում այն ռեստորանով, որտեղ որ մենք ենք գնում, հա։ Չգիտեմ, Արսեն։ Տենց բան չի լինում։ Գիտես ինչ կա, ինչ ուզում ես արա, իմ համար արդեն լրիվ մեկ է։ Կխեղտեմ, հասկանում ես արա։ Իմ կնիկը չի կարա ուրիշին սիրի։ Իմ կնիկը չի կարա ուրիշի մասի մտածի, իմ կնիկը ուրիշ հետ չի կարա խաղեր տարա։ Հասկացար, իմ կնիկը մետրայի մետրն է, հասկանում ես։ Դու իջար, այսի քո թեման չգնաս դուց։ Ես ոչ միտը չեմ գնա։ Լավ էլ գնում ես։ Չնես կարամ ուղարկեմ, բայց դիակի տեսքով։ Վերջը խնդրում եմ իջի։ Դու էլ ելար։ Գնացիր քրչերիդ հետևից։ Պասպորտդ էլ կվեկալես։ Ես ոչ միտեղ էլ չեմ գնում։ Դու չես գնում, է։ Արսենն է ուղարկում։ Լսի ես քո վերջի շանսն է։ Կամ գնում ես երկրից, կամ էլ աշխարից։ Ընտրությունը քոնն է, որոշի։ Սպասեք, տղեկ, այդ հո զորին տալով չի։ Հարցերը սենց չի լուծվում։ Մենք ինքներս ենք որոշում մեր հարցերը ոնց ենք լուծում։ Իջար, դավայ։ Ես Հայկին մենակ չեմ թողի։ Դե շատ լավ է։ Ուրեմն ընկերով էլ կթռնեք։ Դավայ հելակ։ Շատ հետաքրքիր է, ուր ենք թռնում։ Իսկ քո համար մեկ չի։ Անցած անգամ անց եմ թռել, որ մինչև հիմա չեմ կարում քայլեմ։ Մի շաբաթ էլ կոմայի մեջ էի թռնում։ Լավ է։ Կարևորը թռնելը չի։ Կարևորը իջնելն է։ Մի քիչ երկարացնես, կթռնես ու չես իջնի։ Արի չէ։
Ինչ լավ արեցիր, որ ասացիր գնանք ման գալու։ Վաղուց Երևանով չէի քայլել։ Որ անկեղծ լինեմ ես էլ։ Հիշում ես մինչև Ամերիկա գնալդ, որ պապայից մեքենան վերցնում էիր ու փախնում էիր։ Չէի վերցնում, գողանում էի։ Ճիշտ է։ Բա հիշում ես պապան ինչ լուրջ տոնով էր ասում։ Տղա ջան, դա չի կարելի էլի։ Իսկ հիշում ես որ Ամերիկա պետքա գնայ։ Մի օր առաջ ես, դու, Արսենը, Սոնան փոջուր էր, լացում էր, իրան չվերցրեցինք։ Կարոտում եմ շատ Սոնային։ Ես էլ։ Դու գոնե հասցրեցիր տեսնել։ Իսկ ես էլ չհասցրեցի։ Ամեն կերպ փորձում եմ ցրվեմ, բայց չի ստացվում։ Չեմ կարողանում համակերպեմ այդ մտքի հետ, որ Սոնան էլ չկա, մեր հետ չի։ Ինչքան էլ փորձում եմ, բայց միշտ սրտիս մեջ ոնց որ կարոտում եմ շատ։ Ես էլ։ Մեկ-մեկ ուզում եմ տնից փախնեմ, ինչ-որ ամայի տեղ գնամ ու բարձր ձենով լաց լինեմ։ Ուզում եմ հանկարծ մաման ու պապան չտեսնեն, որ չնեղվեն։ Չգիտեմ, ինչի սենց եղավ Արման։ Արի փոխենք թեման։ Քեզանից պատմի։ Ոնց է գործերդ, դասերդ։ Լավ է։ Դասերս լավ են։ Քննություններս լավ հանձնեցի ու հիմա շատ լուրջ ֆիրմայից աշխատանքի հրավերում եմ։ Օ, շատ լավ է։ Իսկ անձնականից հետ ինչ կա։ Ոչ մի բան։ Դու ասա, քո մոտ ինչ կա։ Նկատի ունես գործերը։ Չէ, նկատի ունեմ անձնականը։ Ոչ մի բան էլ չկա։ Չնայած մեկը շատ աննկատ հայտնվեց ու ոնց աննկատ հայտնվեց, նենց էլ կորավ գնաց։ Ուզում ես ասես բաժանվեցիք։ Ճիշտն ասած, չենք էլ հասցրել միանայինք։ Երևի հաստատվեց, չգիտեմ։ Բան չհասկացա, բայց եթե բաժանվել եք, նշանակում է ինքը քո համար չի եղել։ Բայց ու մի մտածի, հաստատ կգտնես։ Ասում են, այն ինչը քոնն է, միևնույն է վերադառնալու է քեզ մոտ։ Ուղղակի ես սպասել չեմ սիրում։ Ու որ ճիշտն ասեմ, չեմ էլ հասկանում անիմաստ այս բաժանման իմաստը։ Արման, ես ինչեր ես սկսել խոսել։ Ոնց որ ինչ-որ մեկը քեզ լավ ցավացրել է, հա։ Դե չէ, չի ցավացրել, բայց մտածելու տեղիք տվել է։ Հետաքրքիր է, ով է։ Ձինա։
Դու ինձ անգամ չթողեցիր, որ ես մեռնեմ։ Ինչ անեմ, որ քեզնից ազատվեմ։ Մոռացի։ Դու սաղ կյանքդ իմ հետ ես ապրելու։ Հարմարվի։ Արդեն համակերպվել եմ։ Էլ ուժ չունեմ պայքարելու։ Դու հիշի մի բան։ Ես դավաճաների տանել չեմ կարող։ Անկախ նրանից թե ով է։ Եթե դավաճանեց, ուրեմն պատժումա շատ վատ ձևի։ Ու երբեք չեմ ներում։ Արսեն, ես երդվում եմ, որ Հայկին չեմ զանգել ու չեմ կանչել։ Այդ պատահական հանդիպում էր։ Էլ դրա անունը չտաս։ Չեմ ուզում լսել։ Դու իմ կինն ես։ Հասկացի։ Ես քո կինն եմ։ Քո կինը։